Հարգելիներս, այսօր որոշել եմ ձեզ հետ պատրաստել դեղին շլորից թթու լավաշ։ Շատ համեղ է ստացվում և շատ գեղեցիկ գույն է ստանում չորանալուց հետո։ Նախապես կորիզները հեռացրել եմ, լվացրել և ջրքամել եմ, որից հետո կդնեմ կրակի վրա, որպեսզի եփվի, և եփվելուց հետո ցույց կտամ, թե արդեն ինչ ենք անելու։ Լավ հարելուց հետո ստանում ենք այսպիսի համասեռ փրփրանման զանգված, որը նորից կդնեմ մարմանդ կրակի վրա և մոտավորապես 40 րոպե կեփեմ։ Նշեմ, որ շաքարավազ, ալյուր, հականեխիչ, քիմիական հավելումներ կամ գունանյութեր չեմ ավելացնում։ Ես սիրում եմ, որ ցանկացած միրգ ունենա իրեն բնորոշ, յուրօրինակ և յուրահատուկ համը։ Այսինքն, եթե շլորը ունի թթու համ, պետք է հենց լավաշը ստացվի շլորին համապատասխան թթվայնությամբ համ։ Եթե ունի քաղցր համ, ապա ստանում ենք քաղցրահամ։ Ոչինչ չենք ավելացնում կողմնակի։ Մի փոքր ավել ենք եռացնում և մնացածը արդեն ավելացնելու կարիք չի լինում։ Ահա զանգվածը սկսել է շատ լավ եռալ, եռացնում ենք այնքան ժամանակ, մինչև հեղուկը համապատասխան թանձրության հասնի։ Զանգվածը եռացնելուց հետո ստանում ենք այսպիսի մասսա, բավականաչափ արդեն թանձրացած է, որը արդեն կլցնենք սկուտեղի մեջ և կդնենք չորանալու։ Ահա և վերջ, լցրել եմ սկուտեղի վրա, կդնեմ արևի տակ, մոտավորապես 2 օր հետո, քանի որ ահավոր շոգ է, թթու լավաշը արդեն պատրաստ կլինի։ Կառանձնացնեմ տոպրակի վրայից, լցրել եմ տոպրակի վրա, որպեսզի պոկելը ավելի հեշտ լինի։ Կհանեմ տոպրակի վրայից, որից հետո էլ կտամ համապատասխան ձևը՝ վարդերի տեսքով կամ օղակների տեսքով, նայած ըստ նախասիրության։ Իսկ ով բաժանորդագրված չէ ալիքից, խնդրում եմ բաժանորդագրվեք, որպեսզի նմանատիպ հոլովակները բաց չթողնեք։ Անչափ շնորհակալ եմ։